Համարում եք, որ այսօրը նաև ձեր օրն է։ Այսօրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հատկապես 2018 թվականի փոփոխությունները բերած քաղաքացիներին, եւ այդ առիթով հավաքվել ենք Հանրապետության հրապարակում, հարակից փողոցներում նշելու մեր Պատրաստվում եք ընտրություններին մասնակցել։ միանշանակ։ Ես ինձ պատասխանատու քաղաքացի եմ համարում եւ անպայմանորեն մասնակցելու եմ ընտրություններին։ Վաղ շաբաթի ընտրություններին Արամ Սարգսյանի կուսակցությունով եք առաջադրվել, հիմա ձեր հարաբերությունները կարծես թե լավ չեն, դուք Արամ Սարգսյանի դեմ սկսեցիք խոսել։ Ինչն է պատճառը։ Եթե մարդու շուրջ հայտնված պրոռուսական բելարուսամետ օլիգարխի նախկին ջոկատավարների հայտնվելը, մատնանշելը եւ գաղափարական հենքի վրա քննադատության ենթարկելը դա անձնական տիրույթ կարելի է տեղափոխել, խնդիր չկա, կարող ենք տեղափոխել, բայց դա բացառապես քաղաքական եւ գաղափարական հենքի վրա քննադատություն է եղել։ Ես վաղաշաբաթցիներից ինքս ներողություն եմ խնդրել Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորելու համար եւ այս ընտրություններում էլ կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին քաղաքական դաշտի այսպիսի կոնֆիգուրացիայի պարագայում գնալ եւ քվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին ես չեմ առաջադրվել եւ չեմ առաջադրվելու։ Հա, մասնակցություն ես դա նկատում եմ։ Ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակցելու եմ ընտրություններին եւ կոչ եմ անում իմ հայրենակիցներին եւս մասնակցել եւ այդ եռագլուխ հրեշների գլուխը քվեաթերթիկով ուղակի թերցնել, գրողի ծոցը ուղարկել նրանց։ Առաջ դուք Արամ Սարգսյանի կուսակցությունով մասնակցում եք ընտրություններին եւ Արամ Սարգսյանը դիրքավորված է որպես ընդդիմադիր, եթե չեմ սխալվում։ Ընդդիմադիր է, չէ՞ դիրքավորված։ Անկեղծ ասած ինձ այլևս հետաքրքիր չէ, թե նա ինչպես է դիրքավորված։ Ընտրություններին մասնակցում եք որպես այլընտրանքային ուժ Նիկոլ Փաշինյանի, թե այլընտրանքային ուժ վաղար շաբաթում ստեղծված իրավիճակի եւ Նիկոլ Փաշինյանի հետ եք այդ ժամանակ, երբ որ մասնակցում եք Արամ Սարգսյանի կուսակցությունով։ Ես թիմ ընտրություններում մասնակցել եմ քաղաքացիական պայմանագրից զատ առանձին քաղաքական ուժի հետ եւ այդտեղ այո այլընտրանք էի ներկայացնում, բայց համապետական մակարդակում երբ որ եռագլուխ հրեշները դուրս են եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ եւ կուրացիայի են իմ խորին համոզմամբ ենթարկում Լուբյանկայի մի մութ նկուղից, այս պարագայում ես ուղղակի կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց մեկ քվեի հնարավորությունից օգտվել եւ այդ քվեաթերթիկով ուղղակի գրողի ծոց ուղարկել եռագլուխ հրեշներին։ Միշտ եք Նիկոլ Փաշինյանի կողմնակից է եղել։ 2018 թվականից սկսած եւ ինչու ոչ նաեւ դրանից առաջ, այո, ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանի հատկապես արտաքին վարվող քաղաքականությունը։ Ներքին առումով էլ ես ունեմ հակասություններ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե դες դա հետաքրքիր չէ, ձեր թույլտվությամբ կարող եմ բարձրաձայնել, այ օրինակ եռագլուխ հրեշների մեծ մասը ուղղակի իրավունք պետքա չունենար Հայաստանի Հանրապետությունում ընտրական պրոցեսներին մասնակցելու։ Երկրում արդարություն եւ արդարադատություն պետք է հաստատվեր եւ իմ խորին համոզմամբ 2026 թվականի հունիսի 7-ից հետո մենք բոլորովին այլ իրավիճակ կունենանք եւ գոնե թե Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակում կօգտվի իրեն ընձեռված հերթական հնարավորությունից եւ երկրում արդարություն ու արդարադատություն կհաստատվի։ Դրա մասին է խոսում նաեւ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը, որտեղ հստակ դրույթներ կան դատավորների մասով, ծրագրային, հստակ դրույթ կա Կտրիչ Ներսիսյանին հանգստի կոչելու մասով, եւ սա է հենց պատճառը, որ ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տանը չնստել, ամենակարևորը որոշում կայացնել ընտրություններին մասնակցելու եւ այդ որոշումը կայացնելուց հետո գնալ ու քվեարկել։ Այո։ Դուք ինչպես եք պատկերացնում, որ պետական քաղաքական գործիչը կարող է կաթողիկոսին, որը ով է կաթողիկոս։ Թույլ տվեք հարցը ավարտեմ, հետո ներողություն, մենք կաթողիկոս չունենք։ Լավ, կարելի է հարցը տամ, դուք որպես գիտակից մարդ կարծում եմ հասկանում եք ինչու եմ խնդրում, որ հարցը տամ։ Ինչպես կարող է օրենսդրությամբ կաթողիկոսին, որը ընտրված է ոչ թե աշխարհիկ հասարակության կողմից, այլ հոգևոր, եւ դա ընդունված է եկեղեցական օրենսդրության մեջ։ Ինչպես կարող է աշխարհիկ մարդը, այս դեպքում երկրի ղեկավարը նրան ուղարկել հանգստի։ Եթե չեմ սխալվում, եկեղեցական օրենքի մեջ եւ եկեղեցական կանոնադրության մեջ շնանալն ու պոռնկությամբ չզբաղվելը եւս հստակ օրենք է եւ աքսիոմատիկ օրենք է գոնե թե եկեղեցականների համար, երբ որ
բարձրաստիճան հոգևորականները պոռնկությամբ եւ շնությամբ են զբաղվում, այդ պարագայում կներեք, այստեղ հարց է առաջանում, արդյոք հարց, հռետորական հարց, Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ, թե չունի։ Հռետորական հարց եմ հնչեցնում, օդում կախում եմ եւ այդ հարցը այսօր չի որ կախված է։ Ես ձեր հարցին շատ ուղիղ եմ պատասխանում։ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, թե ոչ։ Ես իր զավակը չեմ կարող ասել։ Դե մենք էլ ուզում ենք գտնել այդ զավակին, ունի ինքը զավակ, թե ոչ։ Եթե պարզվում է, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ խախտել է կուսակրոնության ուխտը, հետեւաբար նա կաթողիկոս չէ։ Հարգելիս, ինձ ասեք, ինչպես է հնարավոր, որ բոլոր հնարավոր եւ անհնար մեթոդների գործադրմամբ բոլոր հնարավոր եւ անհնար մեթոդների գործադրմամբ դուք քաղաքական գործիչ եք։ Եվ ներկայանում եք որպես քաղաքական գործիչ։ Հարգելի քաղաքացիներ, ուզում են լսել ինչպես է հնարավոր բոլոր հնարավոր կաթողիկոսին հեռացնելու բոլոր հնարավոր ու անհնար միջոցների գործադրմամբ եւ ես մի առիթով ասել եմ, հիմա էլ պետքա կրկնեմ, եթե անհրաժեշտություն առաջանա, վզից բռնած այդպիսի հոգեվորականներին պետքա եկեղեցուց դուրս շպրտել։ Այսինքն բռնություն գործադրելով Վզից բռնելը դա դեռ բռնություն գործադրել չէ։ Ես ֆիզիկական բռնելու մասին չէր, այլ փաստարկված, հիմնավորված, որ եթե Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը եւ ունի զավակ, ապա նա միանշանակ պետք է հեռացվի։ Միանշանակ։ Փաշինյանի շարժումը եկեղեցին մաքրագործելու, սրբագործելու հաջողվեց թե ոչ։ Մասամբ հաջողվեց, համենայն դեպս ես կարող եմ ասել, որ Կտրիչ Ներսիսյանը կամ ձեր կողմից ճանաչված Գարեգին Բն Ես չեմ ճանաչել, դա այդպես ընդունված է։ Գարեգին Բն կամ ավելի ճիշտ Կտրիչ Ներսիսյանը եւ նրա հեղինակությունը պալենտուսի մակարդակին է հիմա։ Եվ այս մասով առայժմ այո հաջողվեց մնացածն էլ ընտրություններից հետո կուսակցության ծրագրի մեջ նաև ծրագրային դրույթ է դա դարձել ընտրություններից հետո այդ ծրագրային դրույթը պետք է կատարածվի։ Հաջողված եք համարում, որովհետև եպիսկոպոսներ են միացել Նիկոլ Փաշինյանին, թե այլ բան նկատի ունեք։ Ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել ինչու եք ասում։ Հաջողված եմ համարում, որ կոտրվել է տաբուներ եւ Կտրիչ Ներսիսյանը շատերի համար դարձել եւ վերածվել է Կտրիչ Ներսիսյանի եւ հանրության ճնշող մեծամասնությունը նրան կաթողիկոս չի ճանաչում։ Հաջողություն ասա անձամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հավատավոր հայ ժողովրդի համար թե ոչ հաջողություն է անհաջողություն ասա Կտրիչ Ներսիսյանի եւ առհասարակ Ներսիսյան Գերդաստանի համար իհարկե անհաջողություն է։ Տեսեք, ինչպես եք դուք որոշել, որ ճնշող մեծամասնությունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունիսի 7-ին ճնշող մեծամասնության քվե կտան քաղաքացիական պայմանագրին, որի ծրագրային դրույթը Կտրիչ Ներսիսյանին հանգստի կոչել է, ու դուք կտեսնեք, որ քաղաքացիական պայմանագիր դա նշանակում է նաև իրենք ծրագրային դրույթ ներողություն, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարդում են ծրագրերը քաղաքական ուժերի, վստահաբար իրենք այդ ծրագրին կամ այո են ասում, կամ ոչ, եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում այդպիսի կետ կա Կտրիչ Ներսիսյանին հանգստի կոչելու։ Եվ եթե քաղաքացիները ընտրում են Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրին հերթական անգամ իբրև իշխանություն, ապա այո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լուր կոնսենսուսի իրենց դիրքավորումից դուրս են գալիս ավելի ակտիվ փուլ, ավելի ակտիվ շրջան եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղակի գործուղում են Կտրիչ Ներսիսյանին հանգստի կոչելու այդ գործողությանը։ Իսկ այդ որ ասում եք վզից բռնած դուրս հանեն, դուք մասնակցելու եք այդ վզից բռնելու գործընթացին։ Վզից բռնել եւ եթե ձեր պատկերացմամբ վզից բռնելը տեղավորվում է բացառապես բռնություն գործադրելուն, պետք է նշեմ, որ ես բռնությանը առհասարակ դեմ եմ։ Բոլորի ոչ, փաստերով Երբ որ փաստերը մարդու կոկորթում եւ պարանոցում, երբ որ մարդու կոկորթում եւ պարանոցին սեղմած պահում են եւ այդ հարցին Կտրիչ Ներսիսյանը ամիսներ շարունակ չի կարողանում պատասխանել ինքը ունի զավակ թե չունի զավակ, դա վզից բռնելու մի փորձ է, դա պատկերավոր ասած վզից բռնել է արդեն։ Լավ, ասում են ենթադրենք ունեմ զավակ, ենթադրենք, ինքը կաթողիկոս չի կարող լինել։ Ո՞վ է որոշում։
Հավատավոր հայ ժողովուրդը։ Հավատավոր, դա էլ մի այլ հարց է, եկեք հետ գնանք 1999 թվականի արյունոտ հոկտեմբերի 27 եւ պարզենք, եկեք պարզենք 1999 թվական հոկտեմբերի 27 Շատ էմոցիոնալ է, բայց ավելի հանգիստ խոսեք, որպեսզի ես հասցնեմ։ Շատ հանգիստ, 1999 թվական հոկտեմբերի 27 Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ Կտրիչ Ներսիսյանը կասկածելի պայմաններում ինչ մարդկանց միջամտությամբ կամ օգնությամբ ընտրվում է ամենայն հայոց կաթողիկոս։ Այսինքն, ձեզ համար նորությունա, որ քաղաքական իշխանությունը 1999 թվականին ունեցել է ակտիվ ներգործություն Կտրիչ Ներսիսյանի նշանակման գործում։ Ես չեմ կարող հիմա ձեր հարցին պատասխանել։ Անկեղծ։ Հա, իսկապես, մենք կարծեմ հասակակիցներ ենք։ Եվ Եթե ինձ օրինակ ասեն հիմա դուք գտնվում եք կառավարական ամառանոցում, ես չեմ հավատա, քանի դեռ իմ աչքով չեմ տեսել։ այդքան նման էր։ Չէ, ես ուզում եմ Չէ, ձեզ այդքան նման էր իմ ես նորից եմ ներկայանում եք որպես կպարզվի, դա էլ կպարզվի, որ շրջանից Հայաստանի Հանրապետության, որ մարզից, որ շրջանակները, ինչի դիմաց Կտրիչ Ներսիսյանին ընտրեցին ամենայն հայոց կաթողիկոս։ Կարող եք ասել, ավելի քաղաքակիրթ, քանի որ դուք դեպի Եվրոպա ձգտող անձ եք։ Չէ, ներողություն, դուք որտեղ տեսակ ոչ քաղաքակիրթ։ Ես կարող եմ Հայաստանի Հանրապետության իմ շուրջ հավաքված քաղաքացիներին խնդրել, օգնեն ինձ, մեր շուրջ հավաքված քաղաքացիներին խնդրել, օգնեն ինձ, անցնենք ոչ քաղաքակիրթ լեքսիկոնի եւ շփվենք։ Լեքսիկոնը չէ։ Ավելի քաղաքակիրթ ճանապարհ ո՞րն եք ընտրում կաթողիկոսին հեռացնել։ Քաղաքակիրթ առաջարկ, հորդոր, պահանջ ձևակերպվել է Կտրիչ Ներսիսյանին, որպեսզի հեռանա նա։ Եթե նա չի ընդունում դա 2018-ի օրինակով խելոք հանգիստ ականջները կախ կգնա ես ձեզ վստահեցնում եմ կյանքի նպատակն է հասնել իմ կյանքի նպատակն է որ հայ առաքելական եկեղեցու հետևորդները վերադառնան հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվեն հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ այդ փիլոնը կրող պոռնկությամբ զբաղվող հոգևորականները գնան պոռնկությամբ զբաղվեն կամ չգիտեմ իրենց այլ հոգեհարազատ աշխատանքով։ Սարդ Կճոյանը այդպիսի հոգևորական է ձեզ։ Ես տեղյակ չեմ, ամենայն անկեղծությամբ։ Դուք այդպիսի տեղեկություն ունեք։ Եթե ունեք, հրապարակեք եւ ես Բենթլի Կճոյան օրինակ։ Դա ինչ է նշանակում։ Բենթլիի հետ է շնացել։ Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում է Բենթլի Կճոյան։ Եվ դուք ասում եք, որ սիրժոր բառեր եք օգտագործում։ Չկներեք, Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ։ Հիմա ես պնդում եմ, Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ։ Նավասարդ arczepiskopos Կճոյանը ունի Բենթլի։ Զավակ ունենալու համար պետքա հարաբերություն ունենալ, որ զավակ ծնվի։ Բենթլիից դժվար մի հատ փուճուր Բենթլի կամ Կճոյան Բենթլի ծնվի։ Էլ ինչպես խոսում։ Դուք դուք համեմատականներ եք տանում, ես ստիպված եմ ուղղակի այսպես պատասխանել։ Հարգելի Լիա, ես ստիպված եմ ուղղակի այսպես պատասխանել։ Եթե դուք Բենթլին եւ Ներսիսյան, Կտրիչ Ներսիսյանի դստերը բերում եւ նույն նժարի վրա եք դնում։ Ամբողջ հարցը նրանում է, որ քանի որ այդ եպիսկոպոսները իրենց սրբադասեցին միանալով Նիկոլ Փաշինյանին, ենթադրաբար, հա, իրենց պատկերացնում են արդեն սուրբ։ Որ եպիսկոպոսները։ Դուք այլևս չեք քննադատում նրանց։ Բայց եթե դուք անկեղծ լինեք, որպես քաղաքացի, գիտակցություն ունեցող անձ եւ քաղաքագետ, ապա դուք նաեւ կդատապարտեք այն անձանց, ովքեր ձեր մատնանշած կյանքով են ապրում։ Լավ, Կճոյանին ինչի համար դատապարտել։ Այսինքն շատ կոնկրետ ինչի համար։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչու էր ասում օրինակ Բենթլի Կճոյանն։ Դա այդ հարցը ուղեք Նիկոլ Փաշինյանին։ Կաջակից եք Փաշինյան։ Հետո ինչ։ Ասում եք ընտրեք իրենց, քանի որ իրենց ծրագրային դրույթների մեջ են մտնում։ Ողջունում եմ ձեզ ձեր իրենց ծրագրային դրույթների մեջ են մտնում։
Կաթողիկոսին հեռացնել է, ճիշտ է։ Այսինքն եկեղեցական Կաթողիկոս ինչ է։ Կտրիչ Ներսիսյանին, որը զավթել է կաթողիկոսի գահը, եկեք իրերը կոչենք իրենց անունով։ Դուք այդպես կարող եք Facebook-յան էջում ելույթ Ես այդպես հիմա էլ ձեր առաջել եմ ելույթ ունենում եւ ես օգտվում եմ իմ իրավունքից։ Իմ հարցը ձևակերպը։ Ի վերջո այն եպիսկոպոսները, ովքեր այսօր ստորագրել են այն փաստաթղթի տակ, այո, նորոգման փաստաթղթի։ Այդ եպիսկոպոսները ձեր պատկերացմամբ այն եպիսկոպոսներն են, ովքեր պետք է նորոգեն եկեղեցին։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Եթե այդ եպիսկոպոսների մոտ արտնացել է ցանկություն հայ առաքելական եկեղեցին Ներսիսյան գերդաստանից ազատագրելու գործին միանալու, ես միայն կարող եմ ողջունել նրանց։ Այսինքն իրենք այլևս Բաքուր են, եթե իրենք Ներողություն, եթե դուք ունեք տեղեկություն, որ իրենք եւս պոռնկացած են, շնացել են, ունեն զավակներ Եվ այլն եւ այդպես շարունակ, հրապարակեք եւ ես ձեր առաջ, ձեր տեսախցիկի առաջ, այսքան մարդու առաջ պարտավորվում եմ այդ մարդկանց ենթարկել նույն ջանասիրությամբ սուր քննադատության, թե այդ եպիսկոպոսներին, թե Կտրիչ Ներսիսյանին նրանց կողքին արդեն դրված։ Շատ էի պատկերացնում ձեր գիտելիքները տենց ավելի Չէ, ներողություն, դուք ասում եք այդ եպիսկոպոսները այսպես։ Հիմա փաստեր տվեք։ Ես ձեզ ասում եմ Կտրիչ Ներսիսյանն ունի զավակ։ Տեսեք, ասում եմ այդ մարդիկ պետք է նորոգեն եկեղեցին, օրինակ Քարամյանի հայրը պետք է նորոգի եկեղեցին։ Ինչու ոչ, որ Քարամյանի։ Գիտեք որ։ Չէ, չգիտեմ։ Չգիտեմ։ Դուք գիտեք, որ նրա հայրն է։ Պնդում են։ Ձեզ նման մարդիկ պնդում են, որ նրա Ես պնդում եմ, որ Կտրիչ Ներսիսյանն ունի դուստր։ Տեսեք, սերնել եմ արդեն նշում։ Դե մարդիկ պնդում են, որ Արգիշտիկ Յարեմյանը հանդիսանում է Կոտայքի թեմի առաջնորդի որդին։ Եվ այդ մարդը պետք է նորոգի եկեղեցին եւ դուք դրա հետ Ես անկեղծ ասած չեմ տիրապետում այդպիսի ինֆորմացիա։ Ես